Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է լիբանանահայ նկարիչ, արվեստագետ Հրայր Դիարբեքիրյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Գիտեմ, որ այս անգամ փաստորեն կատարվեց ձեր երազանքը եւ կարողացաք այստեղ անհատական ցուցահանդես բացել եւ 2 տարի առաջ էլ եղել եք Հայաստանում։ Ինչպիսին են զգացողությունները։ Ես շատ այսինքն գուզեի իմին երազս հետ որ իմին Homeland-ից մեջ ցուցահանդես մտալ, որտեղ ես 50 տարի է որ աշխարհի մեջ ամեն դեղեր Լիբանան, արաբական երկրներ, Եվրոպա, Ամերիկա ռազեմ, բայց հայրենիքում առաջին անգամն է, անի այդ որ իմին երազս էր եւ վերջապես եւ շատ ուրախ էի, բացումը շատ աղվոր էր Latitude Gallery-ին եւ ուզեմ ամեն որ հետերից աշխատեցան, շատ աղվոր աշխատեցան, սրդանց աշխատեցան եւ շատ իրենց շատ շնորհակալ եմ։ Լավ, դուք փաստորեն այսպես պարբերաբար գալիս եք Հայաստան, հետևում եք իրադարձություններին։ Այո։ Այն ինչ տեղի է ունենում, իբրև սփյուռքահայ ձեզ, որ չափով է հետաքրքրում։ Օրինակ, վերջին զարգացումները, հատկապես եկեղեցու շուրջ, կաթողիկոսի, մի քանի հոգևորականների, որքանով է օրինակ լիբանանահայերին հետաքրքրում։ Մասնավորապես դուք ունեք մտահոգություններ այս հարցի հետ կապված, թե ոչ։ Ինչ եք կարծում։ Այսինքն ես հետևեի, այսինքն որովհետև մեր հայեր ամեն երկիր նոր հայեր Ամերիկա, Ֆրանսա, կամ Արժանտին, Բյուենոս Այրես, ամեն դեր հայերը կան եւ միշտ նույն հոգին կա, անոր ամենիշ կհետևիմ եկեղեցիներուն, բաներուն, արամ կաթողիկոսը շատ մին ընկերս է շատ ինձի կսիրեմ եւ ինձի բանը Սուրբ Մեսրոպին բանը դվին եկեղեցին Անտելիասի մեր եկեղեցին բանը պատրիարքան ուրիշ Եվ աստեղը դեր այսինքն շատ չեմ, որտեղ շատ չմնացի, առաջ անգամ մեկ շաբաթ էր, հիմա 10 օր է, կարծեմ պիտի կամ աստեղ ավելի նստիմ եւ ավելի ճանչնամ իմ երկիրս։ Տեսակետ կա, որ քանի դեռ չես եկել, չես հաստատվել եւ չես ապրում Հայաստանում, ուստի պիտի զերծ մնաս քննադատելուց, իրավիճակին գնահատականներ տալուց։ Սփյուռք առհասարակ ինչ դերակատարում պիտի ունենա Հայաստանում տեղի ունեցող զարգացումների, ընդհանրապես այս process-ների վրա։ Գիտեք, սահմանադրությամբ չկա իրավունք, մենք չունենք, այսպես ասած, սփյուռքահայ գործիչներ, ուրեմն բարձր պաշտոններում, բայց արդյոք կա անհրաժեշտություն սփյուռքին ներգրավելու այս process-ներին։ Ասի չեմ գիտեր ասում, չեմ գործվեցած բանին, բայց գլակ, պետք է որ լա, պետք է որ հայ ենք, թուրքահայ լանք կամ Հայաստանի հայ, պետք է որ բոլոր նույնը լանք, բոլոր, որ հիմա են մեծ ցուցահանդեսները Բեյրութի, Հայաստանի հայեր են, այսինքն, եւ Ամերիկա ես հիմա ցուցահանդես ունեի Լոս Անջելես, նորեն գալերի, որ գնեմ Ստեֆանիս Art Gallery, նորեն հայեր, Հայաստանին հայեր էին, ամեն դեղեն, հայ ինձ համար Հայաստանին է, Լիբանանին է, բան չունիմ, դարբերություն չունիմ, ամենը հայ են եւ ամենը կսիրեմ եւ ամենը իմ եղբայրներս եմ եւ իմ ամեն հոգիմ գուտամ իրենց։ Տեսեք, իբրև արվեստագետ, հա, խաղաղությունը վստահաբար ձեր ստեղծագործություններում այսպես կարմիր թելով անցնում է ցանկացած արվեստագետի։ Հիմա դուք իրական հնարավորություն տեսնում եք օրինակ Հայաստանում
այդ խաղաղության հաստատման։ Եկել է մի պահ, երբ բոլորը խոսում են դրա մասին, խաղաղության դարաշրջանի մասին։ Որքանով է դա մոտս ձեզ հիմա։ Ամեն մարդ խաղաղություն գուզե, ուր որ երտակ, խաղաղությունը են կարևորն է, որ դալ, աշխատիլ, սիրել, ապրիլ, դուներ շինել, բանանել, ադի շատ կարևոր է, և գուհուսամ, որ Հայաստանը գուհբիդի կա, խաղաղությունը գա, ես շատ ուրախ եմ, որ հիմա situation-ը Հայաստանի շատ աղբոր է, շատ բան, և ուրախանամ ես, բայց դեր կորց կա, Գարդեմ տեր կորց կա, ամեն դեր միշտ պաներ մգել է, բզիկ պաներ գել է, որ պետք է որ պանանենք, և հիմա պամը գա, որ իմ ոչս, որ շատ դարբեր է, ես սկիզբը, երբ որ սկսա ագին հայկական ոչը գար իմ քորից մեզ, հայրական մանրարագարցություն են, պյուսանցական at գոնքի պաները at պանը գար, սպիրիտը գար, և անոր ես սկսա, վերջը նոր նյութերթերի կորդերուս մեջը, գիները, ծիերը, երբ որ հիմա Եվրոպա, գամա և արաբական երկիրները, իմին ծին, որոդի ծին շատ բան է, դարբեր է, հրայրին ծին է գզեն, ծի գզեն, երբ որ գզեն, հրայր, ծիերը հրայրին, atպես եղավ, ինձի բան եղավ, իմին signature-ս եղավ, իմին ստորագրությունս եղավ, ուրեմն, և լավ ես ուրախ եմ, որ պամը գնեմ, և միշտ at ծին մեջը նորեն հայկական, մանրանարկան at ոջը գա մեջը և հոգին կա։ Տեսեք, այստեղի արվեստագետները ինչպես արձագանքեցին այդ, դուք նշում եք, որ մեծ ընդունելություն էր, գոհ եք ընդհանուր առմամբ, որքանով կապ կա այստեղի նկարիչների հետ, որքանով են… Ժամանակ շատ չունեցանք, որովհետև պետք է ավելի, բայց վաղը պիտի ետ Ամերիկա պիտի երթամ, որ կորձ ունիմ, sorry, քիչիկ գոկորտս բան գարլը բաղարերեմ, ուրեմն Ամերիկա դեպտապ, կալ անգամ միդիկան գուսեմ գո պետք է որ հոս նստիմ, կոնեմ մեկ ամիս, շատ արվեստագետները ջանցա, բայց պետք է որ ավելի հետերնին նստիմ, ապրիմ, խոսինք, այսինքն ավելի ժամանակ կուզե, քիչիկ բա։ Տեսեք, օրինակ հետաքրքիր է փաստորեն տարբեր երկրներում եք, այցելում եք տարբեր նաև մեր համայնքները, ի վերջո Լիբանանի հայ համայնքը ինչով է տարբերվում, Լիբանանի հայ համայնքը շատ սերտ կապեր ունի Հայաստանի հետ և դուք նշեցիք Արամ կաթողիկոսի օրինակ հետ մտերիմ լինելու մասին, բայց օրինակ վերջերս Արամ կաթողիկոսը բավականին մտահոգություններ է հայտնում Հայաստանում այս եկեղեցական ուրեմն խմորումների հետ կապված, դուք ինչ եք կարծում, այ ի վերջո որքանով Արամ կաթողիկոսը պիտի խառնվի, որքանով կարող է նա լուծում տալ այս խնդիրներին։ Դեռ որովհետև այսինքն բան այսինքն ես գաթողիկնից մեր գաթողիկոսը շատ կսիրեմ, որովհետև անուշ մարդ է, լավ է, աղքատները կսիրե, լավություն գնե, այսպես է, աստերի գաթողիկոս չեմ ճանչտատեր, բայց գարլ է ժամանակին նորեն պետք է որ թիմեմ իրեն և ճանչնամ, բայց Արամը շատ մոդ է ինձի, Արամ մեր գատը սուրբ հայրը, և գնեք որ ինչ կոր գրնակ որ գնեք որ, այդ կա ավելի չեմ գիտեմ, որտեղ գիտեք, պոլիտիկը քիչ բան է, ես պոլիտիկ հետ չեմ հասկնալ և չեմ սիրել հասկնալ, նկատեցիք Հայաստանում այդ բևեռացված վիճակը, բաժանված վիճակը, որքան էլ քաղաքականության մեջ չեք խառնվում, չեք զգացել հասարակության մեջ պառակտում։ Ամենը հայեր ինձ համար, ամեն իմ եղբայրներս եմ, ամենը իրեմ գսիրեմ ամեն մակ, ես
ատեն հայը լագամ եւ բանը human being մարդ ամենը նույն կսիրեմ ես սեբլա, ջերմագլա, թեղինլա, գաբույդլա ամեն քույները որով ինձի պես են they're human եւ ինձի պես շուտ կան ինձ կդեսնեն չեմ գրնաց չի սիրել անոր համար գսեմ որ հայը լագամ արաբը լագամ ամերիկացի լագամ ֆրանսացի լագամ սևամորտը լագամ չինացի բոլորը իմ աղբարներս են տեսեք բոլոր մարդիկ ձեզ համար սիրելի են հետաքրքիր գանք օրինակ Լիբանանի խնդիրներից Լիբանանի համայնքը բավականին մեծ էր վերջին տարիների այս սոցիալ-տնտեսական ճգնաժամը նեղացրել է սահմանները, փոքրացրել է համայնքը։ Օրինակ դուք ինչ վտանգներ եք տեսնում այ համայնքի ուծացման ընդհանրապես ինչ լրջագույն մարտահրավերներ կան։ Որտեղ հիմա Լիբանան բան շատ կա, այսինքն քրիստոնյա կա, քրիստոնյայի մեջ հայ կա, օրթոդոքս կա, Սուրյանի կա, կաթոլիկ կա, մարոնիտ կա, արտաջիկ կա, շիա կա, սուննիտ կա, դուրզի կա, բոլորը, բայց բանը որ այսինքն ամեն մեկը Լիբանանը իրենց պես կսիրեն, ինչպես որ իրենք կսիրեն գոր։ Հիմա բզիկ բաներ գել է գոր, և գասի ասոնց հետ կերտա գոր, աս երգրին հետ կքալ է գոր, ասակ բաներ են, բայց և վերջապես բոլորը ետ գլա, այսինքն ես բան եմ, շատ օպտիմիստ եմ աս բանին պոլիտիկին, չեմ ասկնար շատ սազիս պես, բայց վերջապես պիտի ամեն ինչ դեղը գլա, որ պարանցիրան սիրդերնին պապուգ են։ Դուք կարծում եք այդ ճգնաժամը կհաղթահարվի ամեն ինչ։ Այո, կհաղթահարվի, բայց բաներ գլա։ Բայց նրանք ովքեր հեռացել են կվերադառնան Լիբանան ձեր գնահատմամբ, նրանք որոնք օրինակ տարբեր երկրներ են գնացել։ Այո, շատ կան, որ բայց եթե որ Լիբանան լավ է գուքան գոր, բայց ամենը կասած են Ամերիկա շատ հայ կա, արաբական երկիրները Հայաստան եկած են, գուքան բայց միշտ առաջվապես չէ, առաջ գես քանի շատ էինք, շատ հայ կար, բայց ամենը Կանադա են, գուքան, բայց միշտ դուներնին ցկած են, բաներին գուքան, ամառը երեք ամիս Լիբանան գումնա, բայց չեն ցկած բոլորովին այսինքն։ Եվ Լիբանանը լավ էր հայերուն հեր, հայերն լավ էին, եւ հայերը որ Լիբանանը շինեցին եւ շատ կարեւոր էլեմենտ մներ ուրիշ ռեֆյուջի էինք մենք եկանք եւ ամեն լավ բաներ ածին Լիբանանի ամեն իրեն ցերկներ ամեն դեպքում համայնքում կա մշակութային կյանք, մշակույթը այնպես չի, որ այնտեղ չի զարգանում, մի խոսքով Չէ, նկատի ունեմ այնտեղ հայկական այսպես մշակութային կյանքը բավականին ակտիվ է։ Այո։ Տեսեք, դուք ասացիք, որ առաջիկայում փաստորեն մեկնելու եք նաև տարբեր երկրներ։ Սաուդիե, այո, շատ քացած եմ Սաուդիե։ Չէ, առաջիկա օրերին Միացյալ Նահանգներ պիտի մեկնեք։ Հիմա պար Ամերիկա գերտամ գոր, և Ամերիկա, որև գորդունի եվ պիտի կամ մայիսին, ծուցահամթես ունիմ Ռիադ, Սաուդի Արեբիա, ես շատ ռատ եմ Սաուդի Արեբիա, Ժեդդա, պան, Խալիժ, պանը, Գոլֆ, Աբու Դաբի, Դուբայ, Սուրիա շատ ռած եմ, Ջորդան, Օման, Մասկատ, ամեն արաբական երկիրները, Եվրոպա, Իտալիա, Ֆրանսա, Անգլիա, Իսպանիա, Հույնաստան,
Düsseldorf, Japon'a radem, բայց grup exhibition, Amerika, Washington, Los Angeles, New York, Brazil radem, եւ որ չափոր սիրեցի Բրազիլը, ինձ հրավիրված էի ցուցահանդեսիմա, եւ մեկ ամիսվա գերտա, մեկ ուղես նարի մնացյոն, որ չափոր սիրեցի երգիրը, եւ ատտեղը այն ադենը տակուհին Elizabeth visit official ասի 70-ին ադեններ, 1970-ին էր, ես ալհոն էի, եւ բիենալը գար Սան Պաուլոյին բիենալը տանքարանի մեջ եւ իմ կորդերս գային տանքարանի մեջ լիպարանցի եւ մեյերը պանին Բրազիլ Սան Պաուլոյին մեյերը լիպարանցի է մեյեր այո եւ վիզիտ պետք էր որ տանքարանը տակուհին կար եւ թիդեն շատ սիրեց կորդերս Ինչ ով է, ասինո հայ լիպարանցի մնե, մեր լիպարանցի գսեն, բայց հայ և բան շատ սիրետ, եկավ ինձի Պաուլոն, որ գջանշամ ես սպանը, ասավ հրայր ասիկա նվեր բիտնենք մենք տակուհին, եւ մեծ գալան բիդլար այնատեններ եւ տակուհին նվեր դվին եկավ կոնսուլետը որտեղ կոնսուլետ կար կոնսուլան մեկատեր արինդ կորդերետ ասպես սա կոլեկշնները մեծ նշանավոր մարտիկներ աշխարհի Գրեսկելի Ժակլին Օնասիս այսատ ասպես ասիկա պանդե Romantic բանն է։ Հետաքրքիր է, այսքան տարբեր երկրներ եք լինում։ Այո։ Որտեղ է ավելի շատ հնարավոր լինում, օրինակ, վաճառել արվեստի գործեր։ Ամեն դեր գամ որ ավելի գսիրեն կորդս, բայց Բրազիլ շատ աղբոր էր, Բրազիլ շատ աղբոր, Ամերիկա լավ է եւ Արաբական երկիրները շատ կսիրեն կորդս եւ շատ կսիրեն, այսինքն շատ նշանավոր եմ անտ երկիրներու մեջ Քուվեյթ, Սուրիան շատ աղբոր էր, Սուրիան ատպադրազմեն առաջ շատ աղբոր բաներ ունեի, հաջախորդներ ունեի, որ կսիրեր fans, կորդս շատ կսիրեն, գամ որ շատ սեուլցի գամ որ իրենք սուրիացի էին, բայց իրենց բան ունին, այսինքն պասպորը սաուդցի են, շատ մեծ ընտանիքներ են, մեծ թագավոր բաներ, այսինքն ադոնք շատ էլ գսիրեն կորդս, սուրիացիները, այսինքն շատ գսիրեմ, Սուրիա աղբոր ցուցահանդեսներ դված եմ, Քուվեյթ, Սաուդի ամեն իշխանուիները, բայց լավ է, որտեղ ինձ գսիրեն եւ գսկամ եւ ինձ բանի ոչ տրամին համար չէ աչափ բայց ավելի at բանն է որ ունենք at dialogue ինչպես կսեն երկխոսություն որ ունենք ադե որ ինձ շատ կոիներս կսիրեն քիզերս կսիրեն երբեմն իմին գիներս մարտիկները բաները cities, just in towns, երգիրները, որտեղ ասպես ձայքները, անդարները, abstractները, բողես ամեն ինչ կնեմ, միշտ գփոխեմ քիչիտ, բայց ոչս կմնա, քույնս, իմ բաց բանս, երբ որ գցնեմ քույնս, Եվ ես ասանք յուղաներ կաշխատիմ, ակրիլիկ չեմ սիրել, անորաբար չիք ժամանակ կարն է, որտեղ ակրիլիկը իմ ամեն վատ ակրիլիկ կաշխատի, գոր շուտ կչորնա, վերջը վարնիշ կտնես, կույների հետ կերևին, ես յուղը գսիրեմ, հոդը գսիրեմ, ադոր կեղեցիկ բանը, որ գելի թյուբեն մեջ են գելի, անի գսիրեմ, անորաբար ժամանակ կարն է, ավելի, մեկ հատ էքսպոզիցիոն երկու հատ կնեմ դարին, Շնորհակալ եմ զրույցի համար։ Մերսի։ Առաջինի տաղավարում զրուցում էի նկարիչ Հրայր Դիարբեկիրյանի հետ։ Կհանդիպենք։